Ներկայացնեմ ինչ է նշանակում կառուցապատման կառավարում, չնայած վստահ եմ մեր ունկնդիրներից շատերին հայտնի կլինի։ Մի մասը վստահաբար տեղյակ կլինեն, բայց զանգված կլինի նաև որ տեղյակ չի։ Տեսեք, համարենք դիցուք դուք սեփականատեր եք անշարժ գույքին ու ենթադրենք հողամասի կամ շինության եւ մտադիր եք այդտեղ այլ գործունեություն իրականացնել շինությունը վերակառուցելու եղանակով կամ դատարկ հողամասի վրա նոր շինություն կառուցելու եղանակով անկախ կառուցվող շինության նպատակից, հա, դա արդյունքում նախատեսված է ձեր իսկ վերջնական օգտագործման համար կամ օրինակ պետքա կառուցվի բազմաբնակարան բնակելի շենք եւ վաճառք իրականացվի անկախ այդ նպատակներից կառուցապատման process-ը սկսած ճարտարապետական առաջադրանքի պահից վերջացրած կառուցված շինությունը շահագործման հանձնելու պահից երկարատև process է անցնում, փուլեր է անցնում, առաջին փուլը արդեն շեշտեցի դա ԱՊԶ-ի ստացումն է, այսպես ասած, այո, հայերեն լեզվով ասած ԱՊԶ-ն, ՃՀ-ն, էլի, հա, հայերենով ԱՊԶ։ Եվ վերջին փուլը արդեն սեփականատիրոջը կամ սեփականատերերին ավարտված գույքի շահագործման ենթակա գույքի հանձնումն է։ Այդ բոլոր process-ների կառավարման մեջ մասնագիտացած ընկերություն է, Հովհաննեսկյուն ընկերությունը, ով դա իրականացնելու համար տիրապետում է բավականին լուրջ կադրային բանկի, ինժեներներ, նախագծողներ, outsource կամ հենց ընկերության ներսում աշխատող ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական եւ իրավաբանական խորհրդատվություն այս ամբողջ process-ների ընթացքում բավականին փորձ է կուտակել, առաջիններից մեկն է Հայաստանում այս ընկերությունը